Բարև ձեզ սիրելի հետևորդներ, մենք իրավամբ այս օրերին ապրում ենք հայ ժողովրդի պատմության ամենասարսափելի եւ ողբերգական շրջաններից մեկը 1915 թվականի ցեղասպանությունից հետո ես գնահատում եմ սա իբրև երկրորդ ցեղասպանություն, այնինչ տեղի ունեցավ Արցախում սեպտեմբերի 19-ից հետո այդ պատերազմը 24-ժամյա եւ այնուհետեւ արցախցիների տեղահանությունը ըստ էության 1915 թվականի այդ ողբերգական իրադարձությունների հայ ժողովրդի ցեղասպանության կրկնությունն էր մեր օրերում ցավալիորեն իհարկե փոքր ծավալով, բայց այնուամենայնիվ դա իսկապես ցեղասպանություն էր, որի մասին ես բազմիցս անդրադարձել եմ, ինչպես այս լրատվականում, այնպես էլ իմ եթերներում, Facebook-յան եթերներում, YouTube-յան վիդեոներով բազմիցս անդրադարձել եմ, որ բոլոր նապաստակի տարիները հայ ժողովրդի համար խիստ անբարենպաստ են, այդ թվում նաև 1915 թվականը դա փայտե նապաստակի տարի էր եւ այս տարին իհարկե ջրային նապաստակի տարի էր, բայց այնուամենայնիվ փաստացիորեն մենք ունեցանք այդ ցավալի իրադարձությունների, ողբերգական իրադարձությունների կրկնությունը։ Նաև հիշեցնեմ, որ լիարժեք ցավալիորեն իրականացան իմ կանխատեսումները սեպտեմբեր ամսվա հետ կապված, որովհետև ես նշել էի, որ սեպտեմբերը դա մետաղական աքլորի ամիս է եւ դավադրություններ են լինելու, պարտադիր չէ դա ինչ-որ մեծ շարլայնածավալ պատերազմի տեսքով լինի, բայց դա էլ եղավ իհարկե, բայց նաև այդ հիմնական պատճառը պարտության Արցախի եւ անկման դա հենց այդ դավադրություններն էին, դավաճանություններն են ներքին, որոնք առկա են ինչպես Արցախում, այնպես էլ Հայաստանի կողմից։ Երևանի ավականու ընտրությունները նույնպես այնտեղ մենք տեսանք այդ դավադրությունները, այդ պալատական այսպես խժդժությունները, որոնք ըստ էության ԿՊ-ի ներսում էին եւ ձայները այսպես բաժանվեցին եւ չընտրվեց քաղաքապետ փաստացիորեն, բայց ոչ մի տարօրինակ բան տեղի չունեցավ, փաստորեն հիմնականում ձայները բաժանվեցին Ավինյանի եւ Հայկ Մարությանի միջեւ, իսկ Հայկ Մարությանը Երևանի նախկին քաղաքապետն, այսինքն ըստ էության այդ հետընթաց մերկուրին իր ազդեցությունը այնուամենայնիվ թողեց նաեւ այս ընտրությունների վրա։ Եվ մի շարք այլ հանգամանքներ, փաստորեն այդ մեջքի հետևից հարվածներ եւ այլն, ինչ որ ես ներկայացրել էի սեպտեմբեր ամսվա համար, դեռևս օգոստոսին էի դրա մասին խոսել, հիշատակել, այդ ամենը փաստորեն մենք 100%-ով իրագործված տեսանք սեպտեմբեր ամսվա ընթացքում։ Պետք է ասել, որ հոկտեմբեր ամիսը նույնպես բավականին լարված եւ բարդ ամիս է լինելու, ջրային ամիսն է հոկտեմբեր ամիս 2023 թվականի եւ ջուրը անկայուն էլեմենտ է, այսինքն ամիսը այսպես ասած բնորոշվելու է բավականին մեծ անկայունությամբ, լարվածությամբ, հատկապես հոկտեմբերի սկիզբը մինչև հոկտեմբերի 10-ը հայ ժողովրդի համար շատ բախտորոշ ժամանակահատված է եւ լարվածությունը ամենտեղ կշատանա, կուժեղանա, որովհետեւ ինչու, որտեւ մենք ունենք երկու ավերիչ պատերազմական մոլորակների միջև լարված հարաբերակցություն, այսինքն մի կողմից Պլուտոնն է, ավերիչ չարաբաստիկ, որը այժմ գտնվում է Այծեղջուրի 27 աստիճանում եւ Մարս մոլորակի, ռազմի Մարս մոլորակի փառավորման աստիճանում, մյուս կողմից Մարսն է, որը գտնվում է լուսնի հարավային հանգույց, այսինքն լուսնի պոչի ամենաանբարենպաստ այդ լուսնային հանգույցների մեջ անբարենպաստ այդ պոչի մասում կշերքի վերջում 27 աստիճան եւ ահա այդ քառակուսին այդ լարված հարաբերակցությունը Մարսի եւ Պլուտոնի միջև իհարկե ոչ մի դրական այսպես զարգացման մասին չի խոսում։
վճռորոշ ինչ որ կայացվելու են որոշումներ, շատ բախտորոշ որոշումներ հաջորդի համար, սակայն նշեմ, որ հոկտեմբեր ամսին մենք ունենալու ենք նաև խավարումների աշնանային միջանցքը, իսկ բոլոր այն որոշումները, գործողությունները, որոնք դուք կանեք, կիրականացնեք խավարումների միջանցքի ժամանակ, դրանից մի ամիս առաջ եւ մեկ ամիս հետո, իհարկե շատ ճակատագրական են, ես միշտ դրա մասին խոսում եմ, միշտ դրա մասին զգուշացնում եմ ձեզ սիրելի բարեկամներ եւ հետագայում փոխել այդ իրադարձությունների ընթացքը, որոնք կլինեն այդ որոշումների հետևանքով գրեթե անհնարին կլինի։ Այսինքն այդ ամենը իհարկե ծրագրավորված է, որ հենց հոկտեմբերի սկզբին պետք է լինի այդ որոշումը, այդ բախտորոշ պայմանավորվածություն, անգամ եթե պայմանագիր չստորագրվի, հայ-ադրբեջանական պայմանավորվածություններ են ձեռք բերվելու, որոնց մասին իհարկե հանրությունը կիմանա ավելի ուշ եւ դա արդեն հենց հնարավոր է հենց այդ խավարումների միջանցքի ժամանակ լինի, որը հոկտեմբերի երկրորդ կեսին կլինի այդ խավարումների միջանցքը եւ արդեն իսկ անգամ բախտորոշ կլինի այդ ամենը, որ փոխել հնարավոր չի լինի ցավալիորեն։ Ահա սրանումն է վտանգը հոկտեմբեր ամսվա, որ պետք է շատ այսպես բոլոր որոշումները, բոլոր սկսվող գործերը ձեր կողմից 7 անգամ չափեք, նոր մեկ անգամ կտրեք, որովհետև հետագայում դուք չեք կարող փոխել այդ զարգացումները, որոնք ձեզ համար կարող են շատ այսպես ճակատագրական լինել, բախտորոշ լինել եւ նաեւ վնասակար լինել, պես որ պետք է շատ զգուշ լինել։ Հոկտեմբերի 12-ին իհարկե Մարս մոլորակը մուտք կգործի Կարիճ աստղակե, Մարս մոլորակը ռազմի մոլորակ է, Կարիճը իր հարազատ աստղատունն է եւ այստեղ եւս բավականին նա ակտիվ կլինի գործողությունների տեսանկյունից, ինչ որ որոշումների տեսանկյունից, ռազմական ակտիվության տեսանկյունից բավական ակտիվ ժամանակահատված է լինելու եւ դա իհարկե ոչ մի դրական այսպես միտում ես այստեղ չեմ տեսնում։ Միաժամանակ հիշեցնեմ, որ հոկտեմբերի 3-ից դժնդակ սև լուսինը մուտք է գործում Կույս աստղակեպ, իսկ Կույսը գիտեք, որ ժամանակակից հայ պետականության այսպես խորհրդանիշն է, խորհրդանշող աստղակեպն է, որովհետև եւ Արցախի հանրապետությունը եւ Հայաստանի երրորդ հանրապետությունը հիմնադրվել էր հենց այն ժամանակ, երբ Արեգակը գտնվում էր Կույս աստղակերպում, բնականաբար նույնպես դա նպաստելու է լարվածության խորացմանը եւ երկրի ներսում եւ սահմաններում։ Այնուհետև գալիս են արդեն խավարումները, առաջին խավարումը տեղի կունենա մեզ մոտ ուրեմն հոկտեմբերի 14-ին, դա կլինի օղակաձև արևային խավարում հոկտեմբերի 14-ին, Երևան ժամանակով ժամը 22-ին տեղի կունենա այդ խավարումը Կշեռք աստղակերպի 21-րդ նշանում եւ այստեղ իհարկե լուսինը Արեգակետ միանում են Վիշապի պոչի հետ, որը եւս անբարենպաստ է, շատ բարդ խավարում է, շատ ճակատագրական խավարում է, հնարավոր է ինչ որ հաջողություններ դիվանագիտական դաշտում, որովհետև Մերկուրին կապետ հեռահաղորդակցության մոլորակը, որը նաև հովանավորում է այդ բանակցությունները, գտնվելու է Կշեռք աստղակերպում, որը եւ նպաստավոր է բոլոր տեսակի բանակցությունների համար, բայց այստեղ նաև Մարսն է մասնակցում այդ խավարման եւ այդ պատճառով նաև եւ դիվանագիտական առաջխաղացում եւ ռազմաքաղաքական որոշակի զարգացումներ մենք կտեսնենք։ Իհարկե կենդանակերպի նշանների համար ասեմ, որ հատկապես այս խավարումը կազդի խոյերի, կշեռքների, ուրեմն խեցգետինների եւ այծեղջյուրների վրա հատկապես մեծ ազդեցություն կունենա եւ եթե դուք ուզում եք հասկանալ թե անհատական մակարդակով ինչ իրադարձություններ ձեր հետ կկատարվեն, պետք է վերհիշեք թե ինչ է ձեր հետ տեղի ունեցել 9 եւ 18 տարի առաջ։ Բայց ամենաբախտորոշ փոփոխությունները սպասվում են իհարկե խոյերին եւ կշեռքներին։ Նորալուսին ընդհանրապես բոլոր արևի խավարումները տեղի են ունենում նորալուսնի ժամանակ եւ նորալուսինը իհարկե ինչ որ նոր զարգացումներ է մեզ հուշելու, այսինքն նոր սկիզբ է լինելու, որը սակայն անդառնալի փոփոխություններ կարող է արդեն բերել։ Եվ այդ միջանցքը, խավարումների միջանցքը կավարտվի հոկտեմբերի 29-ին, երբ տեղի կունենա արդեն մասնակի լուսնային խավարում, Կարիճ ցուլ աստղ
ցուցակերպի 5 աստիճանում, Երևանի ժամանակով 0:13 րոպե։ Հոկտեմբերի 29-ին 0:13 րոպե այդ խավարումը լուսնի դա արդեն լուսնի մասնակի խավարում կլինի եւ եւս բավականին լարված բարդ խավարում է, որտեղ այստեղ նույնպես մասնակցում է եւ Մարսը ռազմատենչ եւ Մերկուրին եւ մյուս կողմից էլ դիմակայում է այդ կարիճին լուսինը ցուլաստղակերպում Յուպիտերը եւ Ուրանը, դա հնարավոր է ոչ միայն ռազմաքաղաքական բարձ զարգացումներ բերի այս խավարումը, այլ նաեւ տնտեսական ինչ որ ճգնաժամային երևույթներ տեղի ունենան, դեռ լուսինը ցուլաստղակերպում է, իսկ ցուլը անմիջականորեն առնչվում է նաև տնտեսական զարգացումների հետ։ Նյութականի նշան է, ունեցվածքի նշան է եւ այստեղ իհարկե այս խավարումը հատկապես մեծ ազդեցություն կունենա կարիճների եւ ցուլերի վրա, հատկապես ովքեր ծնվել են այդ սկզբի շրջաններում, այսինքն հոկտեմբերի այսպես 25-ից 24-ից մինչև 31 ընկած ժամանակահատվածում կարիճների նույնը ցուլը ապրիլի 21-ից մինչև 30 այսպես ընկած ժամանակահատվածում ովքեր որ ծնվել են նաև որոշակի ազդեցություն կունենա առյուծների եւ ջրհոսների վրա, բայց հատկապես մեծ ազդեցություն է գործելու խավարումը կարիճների եւ ցուլերի վրա։ Հատկապես եթե ձեր ծննդյան օրն է, օրինակ հոկտեմբերի 29-ը, ապա ամենամեծ ազդեցությունը ձեր վրա կգործի եւ այս տարին շատ ճակատագրական տարի է ձեզ համար լինելու։ Լուսնային խավարումը նաև ուղեկցվելու է Սատուրնի եւ Սև լուսնի դիմակայությամբ, թեն ասացի Սատուրնը գտնվում է ձկներում, Սև լուսինը կույս նշանում եւ դա իհարկե շատ այսպես մեզ համար բավականին բարձ զարգացումներ է հուշում Հայաստանի Հանրապետության համար արդեն, իսկ իհարկե նաև այդ Արցախում պետականության կազմալուծումն է շարունակվելու եւ Սև լուսինը գտնվելու Արցախի Հանրապետության արեգակի հետ միացած բավականին բարդ իհարկե ցավալի գործընթացներ են։ Խավարումները իրենց ազդեցությունը թողնում են ոչ միայն այն 14 օրվա ընթացքում, երբ նրանք տեղի են ունենում, այլ նաև 1 ամիս առաջ եւ շուրջ 1 ամիս հետո, այսինքն մինչեւ նոյեմբերի վերջը այն բոլոր որոշումները, որոնք դուք կկայացնեք, պետք է շատ կշռադատված լինեն, շատ այսպես մտածված են, որտեղ խավարումների ընթացքում այնպիսի գեոմագնիսական փոփոխություններ են տեղի ունենում երկիր մորակի վրա, արևի եւ լուսնի համապատասխան դուրքավորումների հետևանքով, որ մարդիկ այսպես ամբողջ իրականությունը չեն պատկերացնում, մթագնում է ուղեղը, այսպես շղարշ է տեղը աչքերի առջև իբրև թե շղարշ լինի եւ չեն տեսնում եւ այդ կտրուկ գործողությունները, կտրուկ որոշումները կարող են բացասական ազդել հետագա ճակատագրի վրա եւ այսպեսի համացում կարելի անել, որ խավարումների միջանցքի ժամանակ մարդը փակ շրջանի մեջ է ընկնում եւ անընդհատ այդ շրջանով այսպես պտտվում է եւ չի կարողանում այդ ելքը գտնել, դուրս գալ այդ միևնույն իրադարձությունների կրկնությունից։ Այնպես որ պետք է շատ կշռադատված եւ լուրջ որոշումներ կայացնել այս շրջանում, իսկ եթե կարող եք հետաձգել այդ կարևոր որոշումները շատ ավելի ցանկալի կլինի դա անել նոյեմբերի վերջում, որովհետեւ այդ ազդեցությունը իհարկե խավարումների կշարունակվի մինչեւ նոյեմբերի վերջը։ Այսքան սիրելի հետևորդներ, հոկտեմբեր ամսվա վերաբերյալ ես իհարկե շատ ցավում եմ այն իրադարձությունների հետ կապված, որոնք տեղ ունեցան Արցախում եւ հուսամ, որ կրկնությունը չի լինի նաեւ Հայաստանի Հանրապետությունում։ Հաջողություն կհանդիպենք։